Ողջույն Տիգրան, այսօր մի քանի քաղաքական ու ներքաղաքական թեմաների ենք անդրադառնալու, առաջարկում եմ սկսել Ռուսաստանի կողմից արված վերջին հայտարարություններից, հենց Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի հայացքը դեպի Եվրոպա է ուղղում թե Ռուսաստան, անգամ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին է խոսել, սա ինչ է ենթադրում։ Այո, կարծում եմ կարևոր է առաջին հատվածում հասկանալ այդ հայտարարության կամ այդ առաջարկության, եթե դա հնարավոր է առաջարկություն անվանել, բովանդակային մասը։ Տես, Ռուսաստանը վերջին տարիների ընթացքում, երբ երկկողմ հարաբերություններում որոշակի խնդիրներ ի հայտ եկան ու առաջացան, բավականին հետաքրքիր նարատիվ է օգտագործում Հայաստանի հետ իր շփումներում կամ Հայաստանի վերաբերյալ իր հրապարակային հաղորդակցության մեջ։ Այդ նարատիվի հիմնական իմաստը այն է, որ այո, կան ինչ-որ իշխանություններ, որոնց հետ հարաբերությունները այդքան էլ հարթ չեն, խնդիրներ, գոյություն ունեն, բայց մեր հարաբերությունները իրականում հայ ժողովրդի հետ է։ Ժամանակին հիշում ես նույնիսկ Պուտինը հայտարարում է, որ Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում, ինչը չեմ կարծում թե համապատասխանում իրականությանը, բայց վերջին տարիներին հատկապես նշում էին, որ պետք է մենք Հայաստանի հասարակության հետ ենք խոսում, Հայաստանի ժողովրդի հետ ենք խոսում, բազմադարյա ինչ-որ հարաբերություններ գոյություն ունեն եւ այն հանգամանքը, որ օրինակ Հայաստանի տարբեր քայլերին ի պատասխան մենք կոշտ քայլեր, հակաքայլեր չենք ձեռնարկում, սա առաջին հերթին պայմանավորված է հայ ժողովրդի, Հայաստանի հասարակության հետ ինչ-որ առանձնահատուկ հարաբերություններով։ Այսինքն այս առաջարկությունը, որ եկեք հանրաքվե կազմակերպենք ու տեսնենք ժողովուրդը ինչ է մտածում, այդ նարատիվի շարունակությունն է։ Իդեպ այս նարատիվը ժամանակին ակտիվորեն կիրառվում էր նաև օրինակ Ուկրաինայում, երբ Ուկրաինան սկսեց խոսել օրինակ ՆԱՏՕ-ի անդամակցության վերաբերյալ, Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու մասին, այն ժամանակ ռուսական քարոզչությունը եւ ռուսաստանցի պաշտոնյաները հենց այդ նարատիվներին առաջ տանում, որ տեսեք կա ինչ-որ կառավարություն, իշխանություն, որը ի հեճուկս ուկրաինական հասարակության, ուկրաինական ժողովրդի պրոռուսական տրամադրություններին փորձում է երկիր տանել դեպի ՆԱՏՕ եւ Եվրամիություն։ Այն ժամանակ իհարկե այդ տիպի հայտարարությունների համար նաեւ որոշակի հիմքեր կային, որովհետեւ մինչեւ Ղրիմի անեքսիան, մինչեւ ռուս-ուկրաինական արդեն լայնամասշտաբ պատերազմի մեկնարկը, բնականաբար Ուկրաինայում հատկապես արևելյան եւ հարավ-արևելյան շրջաններում կային մարդիկ, որոնք բավականին դրական են տրված եղել Ուկրաինայի հանդեպ, կներես Ռուսաստանի հանդեպ եւ որոշ հատվածներում միգուցե այո։ Օրինակ Ղրիմում միջև անեքսիան վստահաբար բնակչության մեծամասնությունը կողմեր Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների, քան Ուկրաինայի։ Հիմա այս նույն հնարքը, այս նույն մարտավարությունը կիրառվում է նաեւ Հայաստանի պարագայում, որ տեսեք կա հանրություն, որը չի ցանկանում գնալ դեպի Եվրոպա կամ արևմուտքի հետ հարաբերությունները սերտացնել եւ կա իշխանություն, որը կրկին հակադրվելով սեփական հանրության ցանկություններին գնում է այդ աղությամբ։ Բայց այստեղ կարծում եմ կա երկրորդ հանգամանքը, որը ռուսական կողմը հաշվի չի առնում եւ մենք սա քննարկել ենք նաեւ Պուտին-Փաշինյան հանդիպումից անմիջապես հետո, երբ Ռուսաստանի նախագահը ուղիղ տեքստով նշեց, որ կան պրոռուսական ուժեր եւ մեծ հաշվով ինչ-որ չափով նաեւ աջակցություն հայտնեց այդ ուժերին, այդ հանգամանքը այն է, որ Հայաստանում իհարկե հանրային կարծիքը Ռուսաստանի վերաբերյալ փոփոխվել է։ Եվ ես վստահ եմ, որ եթե օրինակ այդ թեմայով հանրաքվե տեղի ունենա։ Կներես, որ ընդհատում եմ, դրա մասին էի ուզում հարցնել, թեև կան քաղաքական ուժեր, որոնք մասնակցելու են ընտրությանը եւ հակված են Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն, ավելի խորացնելուն, բայց Ռուսաստանը որքանով է կարողանում հայ հասարակության տրամադրվածությունը շոշափել եւ այդ ռեֆերենդումի արդյունքները ինչով է վստահ, որ հօգուտ իրենց ելնելու կամ իրենց պատկերացրածով։ Նախ ես վստահ չեմ, որ այդ հայտարարությունն անելով նրանք ակնկալում են, որ կլինի այդ հանրաքվեն, այսինքն առաջին հերթին քարոզչական դաշտում պետք է դիտարկել այդ հայտարարությունը, բայց մյուս կողմից արդեն վերադառնալով քո հարցին ու իմ նախորդ ասացին, այո, Ռուսաստանը կարծես թե չի գիտակցում, որ վերջին տարիներին տեղի ունեցած անվտանգային տարբեր խնդիրների պատճառով, Ռուսաստանի անգործության պատճառով այդ անվտանգային ճգնաժամերի ընթացքում հանրային կարծիքը Հայաստանում նրանք կորցրել են։ Իհարկե վերջին տարիներին որոշակի բարելավումներ իրենց դիրքերից, եթե նայում ենք իրավիճակին, արձանագրվել են, այդ պատմական մաքսիմումը, որը մոտավորապես 30-33% է Ռուսաստանի աջակցության Հայաստանում, որը արձանագրվել է 2023 թվականին, իհարկե այդ մաքսիմումը անցել են եւ հիմա վիճակը մի քիչ ավելի
բարենպաստ է իրենց համար, բայց ընդհանուր առմամբ ես վստահ եմ, որ թե այդպիսի հանրաքվե տեղի ունենա Հայաստանում, հաշվի առնելով նաև իշխող ուժի քարոզչական կարողությունները, քաղաքական կարողությունները, ինչու ոչ, վստահ եմ, որ արդյունքը դրական կլինի հենց իշխանությունների համար, այլ ոչ թե Ռուսաստանի համար, բայց ընդհանուր առմամբ, եթե խոսում ենք այդ հանրաքվեի մասին, ինքնին առաջարկը եւս բավականին անտրամաբանական է։ Այս վերջին օրերին Հայաստանում դա բազմիցս քննարկվել է, թե ինչպես է Հայաստանը մտել Եվրասիական տնտեսական միություն, այն ժամանակ Մաքսային միություն։ Մենք բոլորս հիշում ենք այդ պատմությունը, երբ Սերժ Սարգսյանը մի օրվա ընթացքում մեծ հաշվով շրջադարձ կատարեց, երբ Հայաստանը 3.5 տարի Եվրամիության հետ բանակցում էր ասոցիացիոն պայմանագիր ստորագրելու վերաբերյալ եւ մի օրվա ընթացքում նույնիսկ երևի էլիտաների հետ խորհրդակցության բացակայության պարագայում այդ որոշումը կայացեց, երբ երկիրը Հայաստանը այդ իրավիճակում մտել է Եվրասիական տնտեսական միություն եւ Մաքսային միություն այն ժամանակ հետագայում Եվրասիական տնտեսական միություն, պնդել, որ ինչ որ քայլեր դեպի Եվրոպա անելու համար այս փուլում, երբ դեռևս Հայաստանը նույնիսկ պաշտոնապես չի դիմել Եվրամիության անդամակցության համար, երբ խոսք չի գնում Հայաստանի անդամակցության տեխնացու երկիր լինելու մասին, հանրաքվե անցկացնելը իհարկե անտրամաբանական է եւ այդ առումով իհարկե կարծում եմ պետք է այս հայտարարությունը առաջին հերթին այն քարոզչական նարատիվի պատումի տեսանկյունից նայել, որ մեր գործընկերը ոչ թե դուք եք, այլ մեր գործընկերը Հայաստանյան Հանրությունն է, հայ ժողովուրդն է, որի հետ էլ պետք է մենք որոշենք մեր հարաբերությունների ապագան եւ հանրաքվեի վերաբերյալ այդ առաջարկը, ինչպես նաև ապահարզանի վերաբերյալ այդ հայտարարությունը այդ տեսանկյունից պետք է դիտարկել, ապահարզանի վերաբերյալ հայտարարությունը իհարկե սպառնալիքների դաշտից է, մեծ հաշվով ակնարկում են, որ կարող է ուկրաինական սցենարը կրկնվել Հայաստանում։ Իսկ սա էլի նախընտրական գործընթացների հետ է պետք կապել, թե եվրոպացիների մասնակցությամբ տեղի ունեցած վերջի միջոցառումներն են բարգացրել Պուտինին։ Տես, կարծում եմ առիթը եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է եւ նաեւ Զելենսկու այց առաջին հերթին ու Զելենսկու կողմից արված որոշ հայտարարությունները Երևանում, դա է առաջին հերթին այս փուլում մեծ հաշվով ջղայնացրել, զայրացրել Մոսկվային, բայց իհարկե ավելի ֆունդամենտալ պատճառները մենք քննարկել ենք նախորդ թողարկումների ընթացքում, կապված են կոնկրետ հարցերի հետ։ Դրանք առաջին հերթին Հայաստանի երկաթգծային համակարգի ապագան է եւ դրա շուրջ ընթացող քննարկումները։ Կարծում եմ այստեղ կա նաեւ նոր ատոմակայանի կառուցման թեման, այսինքն այն հարցերը, այն ոլորտները, որտեղ Ռուսաստանը ունի կառուցվածքային լուրջ ներկայություն, ռազմավարական լծակներ եւ հիմա կա վտանգ, որ Ռուսաստանը կարող է կորցնել այս լծակները։ Իմ կարծիքով Եվրամիության հետ այս հարաբերությունների թեման պարզապես շղարշ է, որը փակում է այս հիմնական երկու բավականին պրակտիկ եւ գործնական թեմաները, որովհետեւ կարծում եմ Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ այս փուլում որևէ իրատեսական օրակարգ չկա Հայաստանի ԵՄ անդամակցության։ Մյուս կողմից, եթե փորձում ենք հասկանալ ԵՄ վերաբերյալ, ԵՄ անդամակցության վերաբերյալ այս ուղերձները, երևի Ռուսաստանի մեսեջը նաև կայանում է նրանում, որ դե տեսեք, դուք ասում եք, որ մենք ժամանակը երբ կգա, մենք կկողմնորոշվենք, որոշում կկայացնենք այդ թվում նաև ժողովրդի հետ խորհրդակցելով, մենք պատրաստ չենք այդ պայմաններով առաջ շարժվել, այսինքն երբ դուք հիմա ունեք բավականին կոնկրետ հստակ տնտեսական դիվիդենդներ Եվրասիական տնտեսական միությունից, Ռուսաստանի հետ այդ զուգահեռ էքսպորտից, իմպորտից եւ ասում եք, այո, մենք չենք հրաժարվում այս դիվիդենդներից, մենք դրանց միջոցով ապահովում ենք նաեւ տնտեսական աճ երկրի համար, բայց եթե հասնենք ինչ որ մի փուլի, երբ արդեն կդիվերսիֆիկացնենք մեր տնտեսությունը, կհամապատասխանեցնենք մեր ստանդարտների, եվրոպական ստանդարտների, այդ ժամանակ որոշում կկայացնենք։ Այսինքն Փաշինյանի այդ հայտարարությունը, որ երբ ժամանակը գա մենք որոշումը կկայացնենք, Մոսկվայում առաջին հերթին դիտարկում են, որ ժամանակը գա, մենք կորոշենք, որ ԵՄ անդամակցության հայտ կներկայացնենք, այս փուլում, քանի որ չկան դրա տնտեսական եւ այլ նախապայմանները, մենք չենք գնում այդ քայլին, եւ սա նաեւ նախազգուշացում է, որ Մոսկվան, Ռուսաստանը այդ պահվածքը չի հանդուրժելու եւ պետք է հենց հիմա կողմնորոշվել։ Այս գործընթացները կարծում եմ ավելի հետաքրքիր են դառնալու ընտրություններից հետո, որովհետեւ երկաթգծի հարցը շարունակելու է առանցքային մնալ։ Հայաստանի որոշումներից է կախված լինելու կարծում եմ այս հարցով, հենց կոնկրետ այս հարցով Ռուսաստանի արձագանքը, բայց այս խնդիրները մենք ունենալու ենք ամեն անգամ, երբ
հարց բացվի, հարց բարձրացվի Ռուսաստանի այդ ռազմավարական լծակների նկատմամբ վերահսկողություն հաստատելու վերաբերյալ կամ այլ ինչ-որ կողմի փոխանցելու վերաբերյալ, այսինքն սա երկարաժամկետ ինչ-որ թեմա է, որը պարբերաբար ի հայտ է գալու հայ-ռուսական հարաբերություններում։ Իսկ այս հայտարարությունները գործնական ինչ-որ փուլ կմտնեն, թե չէ, հաշվի առնելով նախորդ տարիների փորձերը թեևս փոքր, բայց ինչ-որ բաներ Ռուսաստանը ամեն դեպքում անում էր, ակնարկելով, որ նման սահմանափակումներ կմտնեն, սա կլինի, նա կլինի, անկախ մեր վերաբերմունքից տնտեսական կախվածությունը դեռ մնում է։ Այո, կարծում եմ ընտրություններից հետո պարզ կլինի այդ ամենը եւ կախված է լինելու նաեւ Հայաստանի կառավարության որոշումից երկաթգծային համակարգի վերաբերյալ։ Ես կարծում եմ նախորդ թողարկումներից մեկում նշել էի, որ ես թերահավատ եմ, որ Հայաստանի կառավարությունը գնալու է այդ ճանապարհով, այսինքն վերահսկողությունը փոխանցելու է այլ կողմի, տվյալ դեպքում խոսքը գնում է ղազախական կողմի մասին, որովհետև դա անելու համար պետք է շատ կոշտ գործիքակազմ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, այսինքն բնականաբար կարելի է նաև իրավական հիմքեր գտնել այդ ամենը իրականացնելու համար, բայց այստեղ հասկանում ենք, որ խնդիրը քաղաքական խնդիր է, այլ ոչ թե իրավական, եւ որևէ չհամաձայնեցված քայլ Ռուսաստանի հետ, եթե այդ քայլը իրականացվում է առանց Ռուսաստանի համաձայնության, իսկ տվյալ պարագայում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի համար դա կարծես թե լուրջ կարմիր գիծ է եւ նրանք որևէ պարագայում չեն պատրաստում հրաժարվել կոնցեսիոն այդ պայմանագրից եւ վերահսկողությունից կառավարումից երկաթգծային համակարգի նկատմամբ, այդ քայլը իհարկե կարող է բավականին լուրջ արձագանք առաջացնել եւ դա է պատճառը ինչու ես չեմ կարծում, որ Հայաստանի կառավարությունը ի վերջո գնալու է այդ քայլին, որովհետեւ այս պահին երևի չունի այդ ռեսուրսները։ Նույնը կարծում եմ, նույն քննարկումները կարծում եմ ունենալու ենք, երբ Հայաստանը վերջապես որոշում կայացնի նոր ատոմակայանի վերաբերյալ, թե ում հետ է կառուցելու, այս պահին երևի կա հակվածություն ոչ ռուսական գործընկերների հետ այս հարցը ավելի մանրամասն քննարկել, կարծում եմ ամերիկացիները այս պահին ֆավորիտներն են այս հարցում, այդ փուլում, երբ որոշումը կայացվի, կարծում եմ եւս կարելի է ակնկալել ինչ-որ կոշտ գործիքների կիրառում, բայց ինքնին առանց այս գործընթացների, այս հարցերի ես շատ լուրջ ինչ-որ ճնշում ընտրություններից հետո չէի ակնկալի, այսինքն ամենայն հավանականությամբ իշխող ուժը վերընտրվելու է եւ ռուսները հերթական անգամ ստիպված են լինելու ընդունել, որ սա է այն իշխանությունը, որը կա Հայաստանում եւ պետք է պարզապես նրանց հետ աշխատել, եթե նրանք կրկնվեն չեն փորձում նվազեցնել իրենց այդ կառուցվածքային ներկայությունը Հայաստանում։ Այս ամենին զուգահեռ թրիփի շուրջ են նոր գործընթացներ տեղի ունենում, Միացյալ Նահանգներից 2 թիմ է ժամանել Հայաստան, Պետդեպարտամենտի եւ ԱԵԿոմի, որ տեխնիկական հարցերով է զբաղվում թիմերը, սա ինչի մասին է խոսում, արդյոք ավելի գործնական փուլ է մտել թրիփի շուրջ աշխատանքները։ Թրիփի շուրջ աշխատանքները քննարկումները վաղուց են իրականում գործնական փուլ մտել, այդ ընկերությունը ԱԵԿոմը, որը զբաղվում է այդ feasibility study կոչվածով, այդ տեխնիկական պարամետրերի ուսումնասիրությամբ, առաջին այցը կատարել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցից օրեր առաջ, բայց այստեղ միջև կոնկրետ այս այցերը քննարկելը պետք է նաև երևի մեր ունկնդիրներին բացատրել, որ թրիփի շրջանակում, թրիփի շուրջ ընթացող քննարկումները բազմաշերտ են, այսինքն բազմաթիվ հարցերով քննարկումներ են ընթանում, բազմաթիվ process-ներ են տեղի ունենում, այս պահին ստեղծում են տարբեր միավորներ, որոնք ներգրաված են լինելու այս գործընթացում, ի պարագայում խոսքը գնում է հիմնադրամի մասին, ֆոնդի մասին, որը զբաղվելու է ֆինանսավորման հարցերով, ու ոչ միայն թրիփի, այլ նաև ավելի լայն տարածաշրջանային, որ կարող է օրինակ ֆինանսավորել ենթակառուցվածքների վերանորոգում կամ կառուցում, որոնք հետագայում կկապվեն թրիփի հետ, սա վերջին ամիսներին ընդունված է կոչել TRIP+, TRIP գումարած պլյուս ձևաչափ, աշխատանքներ են գնում նաև կոնկրետ TRIP ընկերության ստեղծման վերաբերյալ, որը զբաղվելու է այդ երկաթգծի կառուցման աշխատանքներով եւ նաեւ կառավարման աշխատանքներով հենց այդ ընկերության մեջ է Հայաստանը մասնաբաժին ունենալու եւ միևնույն ժամանակ ընթանում են երկկողմ բանակցություններ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ արդեն վերջնական պայմանագիր ստորագրելու վերաբերյալ, որը կսահմանի այդ բոլոր պարամետրերը, իրավունքները, պարտականությունները կողմերի այս երկու այցերից մեկը այդ նպատակով էր իրականացվել, խոսքը պետքարտուղարության այցի մասին է եւ կարծում եմ շուտով մոտակա ամիսներին այս բանակցությունները ավելի ակտիվ ու ավելի պրակտիկ, ավելի
դետալավորված փուլ են մտնելու։ Ինչ վերաբերում է այդ տեխնիկական թիմին, կարծում եմ նրանց աշխատանքները ինչ որ չափով դանդաղեցվել էին Իրանի շուրջ տեղի ունեցած գործընթացների պատճառով։ Նրանք աշխատանքները, ինչպես արդեն նշեցի, ամիսներ առաջ սկսել էին արդեն, բայց Հայաստան այցը, տեղանքի ուսումնասիրությունը եւ այլն երևի դեռևս հաշվի առնելով չկարգավորված այդ ճգնաժամը Իրանի շուրջ խնդիրներ են առաջացնում, բայց ընդհանուր առմամբ այս այցերը հերթական անգամ արձանագրենք ցույց են տալիս, որ ակտիվ գործընթաց կա, սա նաեւ իմ տպավորություններ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հիշում ես քննարկեցինք, որ բավականին ակտիվ գործընթաց տեղի ունենում նաև այնտեղ եւ ցույց է տալիս, որ առնվազն հայ-ամերիկյան հարթության մեջ լուրջ խնդիրներ գոյություն չունեն եւ այս հարցերը կարծում եմ տեսանելի ապագայում հասնելու են իրենց տրամաբանական ավարտին, այսինքն այդ դա է ուզում հարցնել, արդյոք թրիփի շուրջ տեղի ունեցող ամեն ինչ հարթ է գնում, չկան խնդիրներ, մտավախություններ, որոնց մասին միջև այս գործընթացի սկսելը շատ են խոսել։ Տես, կարծում եմ հայ-ամերիկյան հարթության մեջ լուրջ խնդիրներ գոյություն չունեն, այսինքն Ադրբեջան, Թուրքիա թե այդպես։ Բայց խնդիրը հենց այդ է, որ բնականաբար ինչ որ փուլում այս հայ-ամերիկյան քննարկումներին միանալու են նաև Ադրբեջանը, Թուրքիան, երբ արդեն խոսքը գնա սահմանային այդ անցման հետ կապված հարցերին, չնայած հայկական ու ամերիկյան կողմը կարծես թե կողմերը ունեն կարծես թե փոխըմբռնում, բայց Ադրբեջանը կարող է այլ տեսակետներ ունենալ։ Սա ես ասում եի հենց Վաշինգտոնյան գագաթնաժողովից անմիջապես հետո վերջին շրջանի իմ քննարկումներում այս մտահոգությունները նաև որոշ դիվանագետներ են կիսում, այսինքն այս խնդիրի գոյությունն ունենալու է։ Հիմա հայ-ամերիկյան այս գործընթացները ամենայն հավանականությամբ մինչև տարվա վերջ ավարտին կհասցվեն եւ պայմանագիր այդ երկում, որի մասին խոսեցի, եւ այս տեխնիկական հետազոտությունը, որը նաեւ հիմք կստեղծի արդեն շինարարական աշխատանքների համար, եւ այդ ընկերությունների ստեղծումը, չնայած բավականին ընկերություններից մեկի պարագայում աշխատանքները բավականին դանդաղ են ընթանում, հաշվի առնելով, որ սա վաղուց Միացյալ Նահանգներում այս տիպի ընկերություններ չեն ստեղծում, այդ տիպի հիմնադրամներ չեն ստեղծում, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ այս հարցության մեջ լուրջ խնդիրներ գոյություն չունեն։ Խնդիրները լինելու են, կարող են լինել Ադրբեջանի ներգրավման ժամանակ ու դեպքում, իհարկե ավելի մեծ հարց է թրիփի հետ կապված ավելի լայն տարածաշրջանային ապաշրջափակումն է, հայ-թուրքական հարաբերությունների ապագան ու այստեղ բազմաթիվ դեռևս չպատասխանված հարցեր կան, արդյոք Թուրքիան հակված է լինելու գնալ սահմանի բացմանը, եթե օրինակ խաղաղության պայմանագիրը ինչ-ինչ պատճառներով չստորագրվի, եթե իշխանությունները օրինակ չկարողանան կազմակերպել այդ սահմանադրական հանրաքվեն ու ապահովեն դրական արդյունք, ինչ է լինելու օրինակ իրավիճակը տարածաշրջանում դրանից հետո, արդյոք Թուրքիան շարունակելու է պայմանավորել սահմանի բացումը հենց այդ գործընթացներով, իհարկե տնտեսական հարցերով եւս կարող են որոշակի խնդիրներ լինել, արդյոք եթե բացվի միայն այդ ուղին եւ չլինի ավելի լայն ապաշրջափակում եւ եթե թրիփը չինտեգրվի միջանցքի մեջ, ինչքանով է տնտեսական տեսանկյունից նպատակահարմար լինելու այդ ծրագիրը ոչ միայն իրականում Հայաստանի համար, այլ նաեւ այդ ընկերության համար, ամերիկյան կողմի համար, որը ներդրումներ է կատարելու։ Մի խոսքով դեռևս բազմաթիվ խնդիրներ, պոտենցիալ խնդիրներ ու հարցեր կան, բայց այս փուլում դրական երևի հանգամանքային է, որ process-ը ընթանում է, տարածաշրջանային ավելի լայն ճգնաժամերը շատ լուրջ ազդեցություն չեն ունեցել այդ process-ների վրա, եւ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև բավականին ակտիվ աշխատանք է կատարվում։ Եվ թողարկումն ամփոփենք ներքաղաքական թեմաներին վերադառնալով, քարոզարշավը մի քանի օր է մեկնարկել է եւ ուղեկցվում է փոխադարձ վիրավորանքների, հեգնանքների, ատելության խոսքով, բայց կուզեի առանձնացնենք ներկայիս վարչապետ, նաև վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մեկը Արցախի հայկական լինելու կամ բոլորը լսել են հավանաբար այդ հայտարարությունը, ոնց է վերաբերվում սրան եւ ինչու Նիկոլ Փաշինյանը այդ թեման չի կարողանում այդպես էլ հանգիստ թողնել։ Այո, եթե ավելի կոնկրետ ցիտենք Փաշինյանին, նա ասել էր Ղարաբաղը մերն էր, որովհետեւ մենք այնտեղ դպրոցներ չեն կառուցել, մանկապարտեզներ չեն կառուցել, ոչինչ չեն կառուցել ու այդ պատճառով մերը չէ։ Նախ փաստական առումով իհարկե ամբողջովին թյուր հայտարարություն է, մեր որոշ գործընկերներ, լրագրողներ արդեն իսկ նյութեր պատրաստել են այդ առումով, թե վերջին 30-35 տարվա ընթացքում Արցախում ինչ է կառուցվել,
միայն այն հանգամանքը, որ Ստեփանակերտը առաջին Ղարաբաղյան պատերազմից հետո ամբողջովին կարելի ասում, եթե ոչ ամբողջովին, առնվազն 80%-ով վնասված քաղաք էր, այսինքն վերակառուցվել է այդ 30 տարվա ընթացքում եւ Ստեփանակերտը մինչեւ 2020 թիվը երևի Հայաստանի երկրորդ ամենաբարեկեցիկ քաղաքն է, եթե Արցախը եւս դիտարկեինք այդ տարածության մեջ։ Շատերը նշում են նաեւ ինչու է քո որդուն ուղարկել Արցախ այդ դեպքում։ Կանդրադառնանք այդ հարցերին, բայց այստեղ լուրջ հակասություն կա երկու պնդումների մեջ։ Մենք պնդումը այն է, որ մենք չենք զարգացել 30 տարի, որովհետեւ բոլոր միջոցները ծախսել են Ղարաբաղի վրա, այնտեղ ենք ինչ որ շինարարություն իրականացրել, այնտեղ ենք տեսեք ապահովել այդ բարեկեցիկ կյանքը, այս հայտարարությունն էլ փաստորեն հակառակն է պնդում, որ տեսեք մերը չէր, որովհետև ոչինչ չէինք անում։ Սա պարադոքսալ հայտարարություն է։ Իհարկե կարելի է նաև այդ դրվագները հիշել, ինչու էս որդուդ ուղարկել, ինչու էս հայկական բանակը այնտեղ ուղարկել մեծ հաշվով, արդեն կարելի է դրա մասին բաց տեքստով խոսել։ Ինձ համար ամենահետաքրքիր դրվագներից մեկը, որը միշտ հիշում եմ, երբ Փաշինյանը այս ոճի հայտարարություններ էր անում, այդ դրվագը այն էր, երբ նա մի անգամ Արցախ ժամանելուց հետո վերադառնում էր Քարվաճառի ճանապարհով եւ Քարվաճառի ճանապարհին ինչ որ ռեստորան կար, ու մտել էր այդ ռեստորանը, որը բոլոր արդեն միջազգային իրավունքի տեսանկյունից էլ Քարվաճառը, Քելբաջարը երբեք չէր համարվում Լեռնային Ղարաբաղի մաս կամ չգիտեմ առավել եւս Հայաստանի մաս եւ մտել էր այդ ռեստորան, որտեղ ՀԴՄ կտրոն չէին տրամադրել եւ դա հայտնի էպիզոդ էր եւ բանավիճում էր այդ ռեստորանի տիրոջը, թե ինչու դու ՀԴՄ կտրոն չես տրամադրել։ Եթե դա Հայաստանի հետ կապ չունեցող որևէ տարածք էր, եթե դա Արցախի հետ որևէ կապ չունեցող տարածք էր, ըստ այդ անունության ինչ իրավունքով էր այդտեղ ՀԴՄ կտրոն պահանջում, բայց այս տիպի բանավեճերը անիմաստ են, որովհետեւ անհնար է իշխող ուժի հետ բանակցել այս թեմայով։ Իրենք ասում են այո, սխալվել ենք, հիմա փոփոխել ենք մեր կարծիքը։ Այդ հայտարարությունները ինչ ազդեցություն են թողնում, ինչի համար են արվում, եթե բոլորը գիտեն ինչ է ասում եւ ինչ է ասել եւ կարող են համեմատել հեշտությամբ։ Դա է խնդիրը, որ այս post ճշմարտության դարաշրջանում, երբ այլևս անհնար է ինչ որ փաստարկներով խոսել, ասել այ այս թվականին այս հայտարարությունը սա ինչ ավելի հետաքրքիր է, որ այս հայտարարությունները կանգ չեն առել 2000 կամ այս դրվագները 2020 թվականի պատերազմում, նույնիսկ 21-ի, 22-ին, 21-22 թվականներին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանում էին Լեռնային Ղարաբաղ։ Այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները արդեն իսկ խոսում էին այն մասին, որ պետք է նշաձողը իջեցնել, որ ինչ որ փուլից նաև ասեցին, որ դա Ադրբեջանի տարածք է, այսինքն այնքան հակասություններ կա, որը կարելի է ի հայտ բերել եւ ներկայացնել այդ տարբեր պնդումներ անող պաշտոնյաներին, բայց կրկնում եմ, որ այս post ճշմարտության դարաշրջանում հնարավոր չի պարզապես փաստարկների վրա հիմնված իսկ մարդիկ չեն հիշի ինչ եղել է Խնդիրը այդ է, որ Փաշինյանը առաջին հերթին մարդկանց հույզերի, զգացողությունների, զգացմունքների հետ է խաղում, այսինքն նրա նպատակը այս խոսակցությունը, այս քննարկումը փաստերի դաշտից զգացմունքների դաշտ բերելն է, սա դասական post ճշմարտության ու նաև պոպուլիստական քաղաքականության օրինակ է։ Արևմուտքում շատ հայտնի մի արտահայտություն կա, որը հիմնականում աչերն էին ժամանակին անում ու հիմա նրանք մեծ հաշվով նրանց եւս կարելի է բնորոշել այդ հայտարարությամբ, որ փաստերի համար կարևոր չեն քո զգացմունքները, facts don't care about your feelings։ Հիմա այս հայտարարությունը արվում էր իբր այս post ճշմարտության դարաշրջանի պոպուլիստական խոսույթներին հակադարձելու համար, չնայած այդ հայտարարությունների անողները իրենք եւս բարեխիղճ դերակատարներ չէին, բայց այդ պոպուլիստական բևեռացնող խոսույթի ողջ իմաստն այն է, որ մարդկանց հույզերի հետ են խաղում, ներկայացնում են ինչ-որ նարատիվներ, որոնք անպայման չէ, որ շատ լուրջ փաստական հենք ունենան, բայց մի քանի անգամ կրկնելով դրանք լեգիտիմացնում են։ Ու այս խոսույթը նոր խոսույթ չի, պարզապես նախընտրական փուլում հերթական անգամ այն հնչեցվում է Փաշինյանի այդ հայտնի հայտարարության շարունակությունն է,
ու նաև կրկնությունն է, որ մենք ոչ թե կորցրել ենք Ղարաբաղը, այլ ձեռք ենք բերել Հայաստանի Հանրապետությունը։ Ու սա իրականում զուտ գիտական տեսանկյունից, այդ PR տեխնոլոգիաների տեսանկյունից բավականին հետաքրքիր հնարք է, որովհետև նա իրոք կարողացել է համոզել հանրության մի զգալի հատվածի, այդ թվում նաև մտածող մարդկանց, այդ թվում նաև վերլուծական տարբեր կենտրոնների վերլուծական դաշտի ներկայացուցիչներին, որ մենք այո, երբեք Ղարաբաղի հետ որևէ կապ չենք ունեցել, Ղարաբաղը մեր չի եղել, Ղարաբաղը, չգիտեմ, մշտապես արդեն իսկ կորսված էր մինչև 2018 թվականի հեղափոխությունը, եւ որ Ղարաբաղի կորստով մենք իրոք ավելի ինքնիշխան ենք դարձել։ Այսինքն ադրբեջանցիները հիմա օրինակ գտնվում են Կապանում, ներքին հանդում, Ջերմուկում, բայց մենք դրանով ավելի ինքնիշխան ենք դարձել, որովհետեւ նաեւ ինքնիշխանությունը ինքնին դիտարկում է շատ միակողմանի ձևաչափով։ Ինքնիշխանություն ասելով մենք սովորաբար նկատի ենք ունենում միայն Ռուսաստանին։ Եթե Ռուսաստանից կախվածությունը ինչ-որ չափով նվազել է, ու իդեպ դա բազմիցս մենք քննարկել ենք, որ պատճառը ոչ թե Ղարաբաղի կորուստն էր, այլ ռուս-ուկրաինական պատերազմը ու նաև Ադրբեջանի կողմից այդ նոր անվտանգային վակուումի գործիքայնացումը, բայց այս տեսակետի կարծիքով, եթե Ռուսաստանից ազդեցությունը նվազեցել է, կապ չունի դե եթե Ադրբեջանը մեր տարածքը օկուպացնում է, կապ չունի որ վերջին 2-3 տարվա ընթացքում մեծ հաշվով առաջ ենք շարժում ադրբեջանական օրակարգում։ Սկզբնական փուլում մի 2 ամիս ասում ենք, չէ, մենք համաձայն չենք օրինակ այս պահանջներին, ի վերջո կատարում ենք այդ պահանջները։ Սրանք այս մարդկանց պատկերացումներում բոլորը ինքնիշխանության դրսևորումներ են։ Եվ նաև այն հանգամանքը, որ մենք մեր ուժերով չենք կարողանում ապահովել մեր անվտանգությունը, ստիպված ենք այդ անվտանգային վակուումը ինչ-որ այլ դերակատարներով, այլ գործոններով լցնելը, ինչը խելամիտ քաղաքականություն է, բայց փաստորեն է, որ այս փուլում մենք չենք կարողանում ապահովել մեր անվտանգությունը, սա եւս երևի ինքնիշխանության ցուցիչ է։ Բայց այո, Փաշինյանը այդ նպատակով է այս խոսույթը օգտագործում, նաև սեփական սխալները, սեփական պատասխանատվությունը սրբագրելու համար, որ տեսեք, սա ինչ որ վատ բան տեղի չի ունեցել։ Եթե նույնիսկ մենք ներգրաված ենք եղել այդ գործընթացի մեջ, արդյունքը ավելի լավն է։ Արդյունքում այդ տեսեք եվրոպացիներ են գալիս Երևանում քայլում են, մենք էլ ուրախանում ենք։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես էլ եմ շնորհակալ։